շոշափում եք, փոխանցում եք ընկերոջը, հերթով էսպես փոխանցում եք եւ վերջում ինձ ասում եք, թե ըստ ձեզ ինչպեսին էր քարը։ Լավ, խնդրեմ։ Լուր եւ արա։ Շոշափիր փոխանցիր։ Կարող եք այսպես նայել, այսպես պահեք նայեք, տեսեք ինչպեսին է քարը։ Բոլորը հերթով, բոլորը շոշափել եք։ Ոչ ոք չի նայում քարին, հա, կարծես թե միայն ես շոշափում։ Բոլորը շոշափել եք։ Շատ։ Սպասիր։ Ահա, այ հիմա ասա, կոպիտ էր։ Եվ մարդիկ դժվար չէ։ Շատ լավ, ուրիշ տարբերակ ունի, ասա։ Համլուտ, համ չորը։ Ահա։ Եվ հայտնի։ Այո, տեսնեմ, ասա։ Շատ ապրեք, ասա։ Լավ, իրականում երեխաներ, շատ ապրեք կարծիքների համար, իրականում մարմարը շատ նոր քար է։ Ճիշտ է, մենք այսպես շոշափում ենք, ամեն դեպքում քար է, չէ, կոպիտ է լինելու, բայց մեծ վարպետություն եւ հմտություն է անհրաժեշտ քանդակագործին, որպեսզի այս քարով կարողանա քանդակ պատրաստել։ Այն շատ նուրբ է եւ զգուշությամբ պետք է աշխատել մարմարի հետ։ Կհիշեք, չէ՞։ Գլուխը, չէ՞, կարող ենք ասել նաեւ դեմքը։ Իսկ եւ ահա սա որ ժանր է, որ տեսակը կլինի քանդակագործության։ Ինչպես կանվանենք։ Երբ օրինակ, ինչ։ Դիմա ինչ։ Ինչ է։ Նկար է։ Դիմաքանդակ։ Կամ կարող ենք գլխաքանդակ էլ ասել, հա։ Ոնց է ինքը քանդակալ։ Հատուկ գործիքների միջոցով է։ Հիմա ասեք մյուսը, այ այսպես կիսով չափելի է։ Ինչ է կարծում։ Դա ինչպես կանվանենք։ Էլի կիսաքանդակ, շատ ապրես կամ կիսանդրի։ Երկու ձևով կարող ենք ասել։ Սա մեր երկրորդ ժանրն է։ Կիսաքանդակ երկրորդ։ Տեսնենք որդին կզգա կամ որտեղ է օրինակ պապանջները, բերանը։ Ահա։ Պոչը որտեղ է։ Պոչը հետևում։ Ես պոչը։ Քասիկները, աչքերը։